Պարոն Ռուբինյան, երբ դեռ դատավերջը չկա Վարդան Ղուկասյանի, դուք ինչպես եք պնդում, որ նա կաշառակեր է, եթե դատարանը նման որոշում չի։ Նախ ես չեմ պնդում, պնդում է հակակոռուպցիոն կոմիտեն։ Ինչ անենք, հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է։ Մեղադրվում է։ Սիրելիներս, երբ որ ես հասկանում եմ իհարկե, որ դուք որոշել եք կաշառակերության պաշտպան դառնալ։ Չէ, մի վայրկյան, դուք հիմա զբաղված եք կաշառակերության պաշտպանությամբ։ Հիմա մի վայրկյան, թողեք հիմա, եկեք sense պայմանավորվենք։ Կամ դուք տալիս եք հարցը, լսում եք պատասխանը, կամ դադարեցնում եք։ Չէ, որովհետև հարցը հնչել է, հիմա կսպասեք, ես կպատասխանեմ։ Հակակոռուպցիոն կոմիտեն եւ ընդհանրապես իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրում։ Երբ որ իրանք մեղադրանք են առաջադրում, նշանակում է իրենք կարծում են, որ տվյալ անձը մեղավոր է այդ հանցանքի մեջ։ Իսկ ասում եմ, ըստ հակակոռուպցիոն կոմիտեի, Վարդան Ղուկասյանը կաշառակեր։ Հաջորդ մի վայրկյան, եթե ես չեմ սխալվում, մեղադրանքը արդեն ապացուցված է եւ հետեւաբար կաշառակեր է։ Եթե դատավարանը համարել է, որ ինքը մեղավոր է, ուրեմն կաշառակեր է։ Որ նրան Սպասեք, մի վայրկյան։ Հեսա դրան էլ կպատասխան։ Օրինակ ես երբևէ չեմ տեսել, որ դուք որևէ ընդդիմադիրի, որը ասում է, այս իշխանությունը քաղաքական բռնությունների է դիմում, կամ այս իշխանությունը դավաճան է, կամ այսինչը այնինչը բան է, ինչ են ասում, դավաճան է, ագենտ է, հողատու է, հազար բան։ Ես երբևէ չեմ լսել, որ դուք սիրելի լրագրողներ, ասեք, ինչու եք խախտում իշխանության ամեղության կանխավարկածը։ Իսկ եթե դուք հարցնեիք, իրանք վստահաբար կասեին, մենք չենք խախտում, մենք քաղաքական գնահատական ենք տալիս։ Դե ես էլ եմ քաղաքական գնահատական տալիս։ Հերթով։ Ամերիկյան կանխավարկածը այդպես չի խախտում ամեն դեպքում։ Նոր պատասխանում է, եթե հարցին։ Նոր սիրելիներս, մի վայրկյան։ Ասեք։ Որտեղ ոչ միայն այս դեպքում, այլ նաև օրինակ գնդադրյալ ահաբեկչության գործը, որտեղ էլի չկա դատարանի որոշում, էլի իշխանության ներկայացուցիչները ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցին, որ ահաբեկչություն պետք է կատարվի։ Այս ամենը անելով նաև իրավական դաշտում խնդիրներ չեն առաջանում։ Ոչ չեն առաջանում, ենթադրյալ ահաբեկչության դեպքով բոլորը հղում են արել դատախազության մեղադրանքին։ Բ. Կրկնում եմ, եթե ըստ ձեզ ընդդիմադիր գործիչները կարող են մեզ մեղադրել գործ կարելու մեջ, որը հանցագործություն է, գործ կարելը սիրելի գործընկերներ, հանցագործություն է։ Բարի եղեք, դուք իրենց հարցնեք, իրենք այդ մեղադրանքը ներկայացրելիս արդյոք չեն խախտում իշխանությունների ամեղության կանխավարկածը։ Եթե իրենց պատասխանը լինելու է, որ իրենք քաղաքական գնահատական են տալիս եւ եթե այդ պատասխանը ձեզ բավարարելու է, ուրեմն ձեզ էլ պետք է բավարարի իմ պատասխանը առայն, որ ես էլ եմ մի վայրկյան, այսինքն ուզում եք ասեք ընդդիմությունը անպատասխանատու, ես էլ եմ պատգամավոր ընդդիմադիր գործընկերներն են պատգամավոր, ես չեմ ավարտել։ Հաջորդը, ես չեմ պատրաստվում ձևացնել, թե ես խուլ եմ կամ խելագար եմ։ Ես լսել եմ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը, որից ակնհայտ է, ընդ որում օրինական դատարանի վճռով արված գաղտնալսում, որից ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանը պահանջում է կաշառք։ Սա իմ քաղաքական գնահատականն է։ Եթե դուք որոշել եք, որ հիմա ամբողջ քննարկումը պետք է լինի, ասեք։ Պարզապես այդ ձայնագրությունը, որ մեջներն եք, ճիշտ եք անում, բայց ձայնագրության մեջ մեկ կարևոր հանգամանք, երևի դուք վերջում չեք տեսել, որովհետև բոլոր նույնիսկ իրավապահ համակարգի այդպիսի հաղորդագրության վերջում կա այսպիսի մի հիմնական բան, որ ծանոթ չի միջև դատական որոշում։ Շատ լավ, բոլոր կաշառակեր սրիկաները պիտի նստեն ծանուցում։ Մեղադրյալը մեղավոր չի, քանի դեռ չի ապացուցվել իր մեղքը։ Կարելու մասին եկնում է այն ժամանակահատվածին, երբ պաշտոնավարում էր Սարիկ Մինասյանը։ Ինչու է այդ գործը։ Չգիտեմ, ծանոթ չեմ այդ մասին։ Ծանոթ չեմ այդ մասին։ Ես այդ մասին ծանոթ չեմ։ Իրավապահ մարմինների երեկվա գործողություն։ Ոչ, եւ խնդրում եմ մի խախտեք մեր ամեղության կանխավարկածը, որտեղ մեր իշխանության օրոք շոուեր դատավարական չեն լինի։ Ու ծանոթությունները հարցը տալուց տվեք։
ինչպես է գնահատում։ Մի վարքան, էլի, մի վարքան, խնդրեմ։ Հրավիրվել է պարոն Ղուկասյանը Չգիտեմ, իրենցից պիտի հարցնեմ։ Ասում երի ոտքով չգնամ, բայց եկական ոստիկանական ծրերով այդ մարդին իրավապահների գործողությունները ջարդելով քաղաքապետարանի շրջանում։ Սելի գործընկերներ, կողմը հաշվեք ձեզնից ով է հարց տալիս տղեկ։ Իր հարցի շարունակությունն է։ Ինչպես է գնահատում իրավապահների գործողությունը։ Երեք մի ավարտեմ։ Նույնիսկ մի քաղաքապետի չէին կարողանում քաղաքապետարանից դուրս անեին, վազացրեցին, ապակիներ կոտրեցին, այն նման իրավապահ համակարգին դուք ձեր անվտանգությունը կվստահեք, վազացրեցին։ Շատ լավ եմ գնահատում եւ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը, որովհետեւ իդեալական աշխատանք են կատարել եւ կարողացել են հայտնաբերել ենթադրյալ հանցագործություն եւ ենթադրյալ կաշառակերին ծանուցում մարդը համարվում է անմեղ, քանի դեռ իր մեղքը չի ապացուցվել եւ երկրորդն էլ իրավապահ մարմինների աշխատանքը շատ լավ է։ Պարոն Ռուբինյան, վստահեք նման իրավապահ ոչ միայն իմը, ձեր անվտանգությանն էլ կվստահեմ իրավապահ համակարգին։ Այս տարիների ընթացքում, երբ քաղաքացիական պայմանագիրն է իշխանության, եղել են իրավիճակներ, երբ որ որոշակի հանցագործությունների մեջ մեղադրվել են նաեւ իշխանության առանձին ներկայացուցիչներ, սակայն մենք ականատեսը չենք եղել, հա, որ նրանց օրինակ թեկուզ հրավիրելուց ոստիկանություն կամ քննչական հակակոռուպցիոն պարկեցնեն ասֆալտին, այլ կերպ ասած շոու անեն։ Ինչու է այդ ամենը տարածվում բացառապես։ Բայց հարգարժան Երևանի նախկին փոխքաղաքապետը եւս կալանավորվեց, բայց օրինակ նրան ասֆալտին չփռեցին։ Ինչու։ Բայց հարգարժան Վարդանիկի մռութն էլ ասֆալտին ես երեք չեմ տեսել, հետեւաբար իրան պարկած ես չեմ տեսել ասֆալտին։ Չէ, նկատի ունեմ ներխուժել, այսինքն հրավիրել։ Շատ ներխուժել է, մարդիկ գնացել են, իրավապահ մարմինները գնացել են Գյումրի քաղաքապետարան եւ Գյումրի քաղաքապետին բերման են ենթարկել։ Ինչի՞ մասն։ Իսկ դուք նկատել եք օրինակ ձեր մատնատշած դեպքում քաղաքապետարանի դիմաց այդ ձեր ասած, չեմ էլ հիշում, կալանավորվել էր, հա, կալանավորվել էր Երևանի փոխքաղաքապետ, հա, ասացիք։ Հա, նկատել եք այդ պահին օրինակ Երևանի քաղաքապետարանի Երևանի քաղաքապետարանի դիմաց այդ ժամանակ մարդիկ կային, հա, ինչ որ խոչընդոտում էին իրավապահների գործունեությունը, կային, չկային, հետեւաբար ձեր ասի պատասխանը ակնհայտ է։ Չունի աջակից։ Ժողովուրդ ջան, դուք չեք լսում ձեզ կամ ինձ չեք լսում։ Իմ տպավորությունն է, որ դուք ուղղակի հարց եք տալիս, հարց տալու համար։ Դուք հարցնում եք ինձ. ինչու Գյումրու քաղաքապետարան գնացել էին մեծ թվով իրավապահներ, էսա չէ հարցը։ Ի տարբերություն այն դեպքի, երբ որ ժամանակ մի վարքյան։ Կոչուբաևի աջակիցներին մի փոխեք հարցը։ Դուք արեցիք ընդդիմադիրների պարագայում դուք արեցիք մի փոխեք հարցը, դուք արեցիք երկու պնդում համար 1 ժամանակին կալանավորվել է Երևանի փոխքաղաքապետ, ինչու նրան ասֆալտին չեն պարկեցրել։ Ես ապացուցեցի, որ ձեր պնդումը սխալ է, որովհետև արագ խոսելը դեռ ապացույցի նշան չի, պարոն Ռուբինյան։ Մենք բանավիճում ենք։ Սպասեք, ես պատասխան։ Դուք նույնիսկ մեղադրանքը մինչև վերջ չլսեցիք, հետեւաբար դուք չեք։ Դու ինչ գիտեք, որ նայեք, դուք ասում եք, ինչու ի տարբերություն Գյումրիի քաղաքապետի ասֆալտին չի պարկեցվել բերման ենթարկվելուց Երևանի փոխքաղաքապետը։ Ես ձեզ ասում եմ, ցավոք կամ բարեբախտաբար Վարդանիկն էլ ասֆալտին չի պարկեցվել։ Հաջորդը թողեք ավարտեմ։ Հաջորդը ասում եք, ինչու են այդքան մեծ թվով իրավապահներ գնացել Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու։ Ես էլ ձեզ ասում եմ, իսկ գուցե այն պատճառով է, որ իր տարբերություն ձեր մատնանշած Երևանի փոխքաղաքապետի դեպքի մարդիկ չեն հավաքվել, որպեսզի խոչընդոտեին իրավապահների աշխատանքը։ Գուցե, բայց խոսքը ընդհանուրին է վերաբերում։ Օրինակ նույն Կոչուբաևի պարագայում խնդիրը չեմ հետևել այդ դեպքին, չեմ կարող մեկնաբանել։ Օրինակ ասֆալտին են փռել կոնկրետ։ Խնդրեմ։ Պարոն Ռուբինյան, Հայաստան դաշինքը երեք հայտարարությամբ հանդես եկավ, որում մասնավորապես նշված է Վաղարշապատ խոշորացված համայնքում նշանակված ընտրություններից առաջ Գյումրու համայնքապետի ձեռնարկությունը հստակ ուղերձ տեղական ինքնակառավարման մարմինների իշխանությունը պատրաստ չէ հանդուրժել որևէ ինքնակառավարում, որևէ Սկիզբը շատ ճիշտ էր, վերջը շատ սխալ էր։
Գյումրու քաղաքապետի ձեռնարկությունը իրոք ուղերձ է բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին, որ կաշառակերությունը լավ բան չի եւ պատժվել է։ Եվ ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինների, սա ուղերձ է բոլորին, որ բոլոր կաշառակերները հայտնվելու են իրենց արժանի խցում։ Պարոն, դուք նույնիսկ մեղադրանքը չեք կարդացել ամբողջությամբ, քիչ առաջ ասացիք, որ մեղադրանքը Ես լսել եմ ձայնագրությունը, դա ինձ հերիք է քաղաքական գնահատական տալու համար։ Եթե բացակ հայ-թուրքական հետ կապված ինչ նորություն կա։ Մոտ ժամանակներս տեղի կունենա միջգերատեսչական հանդիպում Գյումրի կարճ երկաթգծի վերականգնման եւ ոչ միջգերատեսչական տեխնիկական հանդիպում, դրանից հետո մանրամասներ կհայտնվեն։ Պարոն Ռուբինյան, քննիչը որ եկավ Հայաստան, հա, իր անձնագրում գնիք տրվել է մուտքի եւ ելքի։ Դա պետք է այլ մարմինների հարց։ Երևանում է լինելու հանդիպումը։ Դուք ասացիք, որ որոշ ժամանակ անց տեղի կունենա միջգերատեսչական։ Կասենք հետո։ սահմանների բացման մասը։ Գյումրի կարճ երկաթգծի վերագործարկման մասին։ Իսկ սահմանների բացման մասով քննարկումներ շարունակվում։ Այո։ Ինչ փուլում են, ինչ հիստերիայի մեջ է, որովհետեւ Ով։ իշխանությունը։ Ով է ասում։ Մամուլը գրում է, որ իշխանությունը։ Որ մամուլը։ Ով։ Դե մամուլն է գրում, հիմա չեմ հիշում, որ մամուլն է։ Ամեն դեպքում հիստերիայի մեջ է, որ մեր ձևով մեծ հանրահավաք արեց, ընդդիմադիրները կարող են ձեզ տապալ։ Դե մամուլին որ տեսնեք, կասեք որ հիստերիայի մեջ ինքն է։ Պարոն Ռուբինյան, Անհանգստացնում ձեզ չի անհանգստացնում։ Մեր ձևով շարժումը, մեր հանրահավաք հանրահավաք։ Ինչու պետքա ինձ անհանգստացնի մի վայրկյան էլի, ախր ինչու ինձ պիտի անհանգստացնի ինչ որ մեկի հանրահավաք։ Ինձ ուրախացնում է, որ մեր երկրում քաղաքական ուժերը կարողանում են անել հանրահավաք եւ ի տարբերություն այլ տարիների այդ հանրահավաքի ժամանակ օրինակ դիմավորված ուժայինները չեն գալիս, ծեծում եւ սպանում այդ հանրահավաք անողներին։ Բայց մարդկանց ուժը չի անհանգստացնում։ Ինչ 7500 թիվը ոչ չի անհանգստացնում։ Դե հիմա ես հակված եմ հավատալ ավելի բան, ինչ ասեմ, հարգված կազմակերպություններ, բայց ասեմ ձեզ, նույնիսկ եթե 30000 լինի, նույնիսկ եթե 30000 լինի, չի անհանգստացնում։ Մեր երկրում իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով, ժողովուրդը 2026 թվականին ում կուզի կընտրի։ Չեք անհանգստանում, որ սիրո եւ համերաշխության կոչերով եկած իշխանությունը պաշտոնավարումից 7 տարի անց 30000 հոգի եւ ավել։ Բայց ինչի 7 տարի անց, 5 տարի առաջ էր, 5 տարի անց էր 30000։ 18 թվականի հեղափոխության։ Ես էլ եմ այդ ասում, ասում եմ, ինչի 7 տարի անց, 5 տարի անց էլ 5 չէ նույնիսկ ներողություն։ 2 տարի անցել, 3 տարի անցել էր 30000 հոգի պահանջում է իշխանապողություն 2021 թվականի հունիսին ընտրություններից անմիջապես առաջ Ռոբերտ Քոչարյանը եւ աջակիցները հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք են արել, որին մասնակցել է կրկին ըստ իմ շատ հարգած արժանահավատ աղբյուրների մասնակցել է 30000 մարդ, որից ընդամենը օրեր անց մենք հաղթել ենք ընտրությունները։ Ինչու է խախտում իմ ամերության կանխավարկածը։ Դուք պնդում եք, որ ես ինչու եք մեր ամերության կանխավարկածը։ Ինչու եք մեր իշխանությունը չի կարող իշխանությունը չի կարող որևէ մեկին կալանավորել, որևէ մեկին կալանավորել կարող են համապատասխան իրավապահ մարմինները դատարանի վճռով եւ հետեւաբար խնդրում եմ ձեզ չխախտել իշխանությունների ամերության կանխավարկածը։ Որ չկա մի դատավոր, որին Խնդրում եմ չխախտել Նիկոլ Փաշինյանի ամերության կանխավարկածը, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի կարող հրահանգներ տալ դատական իշխանության։ Դա չկա մի դատավոր, որին որոշումը չկա։ Ինքը նաև ասել է, որ ինքը չի տալիս հրահանգներ։ Ես ըստ էության պատասխանեցի։ Կազյանի արժեհամակարգի կրողը չեմ, բայց ընդդիմությունը որոշ առումով ինչով է ճիշտ, որ այնուամենայնիվ դուք են իշխանությունը պետք է լինեիք, որ ամերության կանխավարկածը չխախտեք, մինչև դատավճիռ չլինի, այդ բոլորը շոուն Ինչու եք խախտում մեր ամերության կանխավարկածը, ինչ նշանակում շոու, ինչու եք իրավապահ մարմինների ամերության կանխավարկածը խախտում։ Իրավապահ մարմինները շոու չեն անում, իրանք իրենց աշխատանքն են կատարում։ Ես ձեզ կոչ եմ անում, քանի դեռ դատարանի վճիռ չկա, իրավապահ մարմինների աշխատանքը չանվանել շոու, Նիկոլ Փաշինյան չմեղադրել
շոու չի եղել, ոչ մի դեպքում շոու չի եղել։ Ոչ մի դեպքում շոու չի եղել։ Ես չգիտեմ, դրոնն ագաղտնանասել թե չէ։ Ես նախ չգիտեմ, ես նախ չգիտեմ դրոնը եղելա թե չէ։ Երկրորդը ձեր հարցը ինձ չի ուղղված, այլ իրավապահ մարմիններին է ուղղված։ Երրորդն դուք գնացեք դուք այդ հարցը տվեք Ռոբերտ Քոչյանին, ասեք Ռոբերտ Քոչյան, այդ որ Պապլավոկից դուրս եկա, կարող եք ձեր թիկնապային ձեր հետ տանեք, որ մարդուն անդազանջ անի, մի վիճեք իմ հետ, կգնաք Ռոբերտ Քոչյանին կհարցնեք, կասեք պարոն Քոչարյան, ձեր թիկնապային, կասեք շեֆ, ձեր թիկնապային, ինչի ձերը չտարակ, որ անդազանջ անի այդ մարդուն ու դաշնակցական։ Պարոն Ռուբինյան լրագրողի հետ Եթե այլ հարցեր չկան, ես գնացի։ Կան այլ հարցեր կան։ Խնդրեմ։ Այո։ Կարող է դիմադրություն առաջացնել ընդդիմադիր ընտրականացի մոտ եւ կոնսոլիդացիա։ Ես խորապես վստահ եմ, որ մեր հանրապետությունում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի։ Ես չեմ ճանաչում մեկ Հայաստանի քաղաքացի, որը հանուն կաշառակերության աջակից է։ Սա է ձեր հարցի պատասխանը։ Մի խանգարեք ձեր գործընկերոջը, հարց է տալիս։ Բայց Էմա Պալյանը բնակարանին կապված հարցեր լուծել եւ իշխանություն ձեր գործընկեր Էմա Պալյանը ամուսնու հետ կապված եւ հաստատություններով ապացուցված է, որ իրենց տան բնակարանը ինչ որ ապօրինի կերպով առաջ են տվել եւ այլն։ Սա կաշառակերության դեպք չի, հովանավորչության դեպք չի, թե դուք դա ես ձեր հարցի թեմայից տեղյակ չեմ, խոստանում եմ ուսումնասիրել, բայց ենթադրում եմ, որ էլի ձեր խոսքերի մեջ ամեղողության կահկավարկածի խախտում կա։ Մի խանգարեք ձեր գործընկերներին։ Անմեղության ԿՊ-ի եւ իրավապահ համակարգի անմեղության կախավարկածը չխախտել եւ ամեն դեպքում եթե մեր ձեռով շարժումը որևէ այսպես անհանգստություններ չէր առաջացնում ինչու մեկ բառի համար Սամվել Կարապետյանը կալանավորվեց եւ Բայց ով ասեց որ տեսեք համ ասում եք ամեղության կախավարկածը չխախտելով համ ասում եք մեկ բառի համար ձերբակալվեց եթե դուք պնդում եք անում որ մեկ բառի համար ձերբակալվել նշանակում է դուք պնդում եք առնում որ ամեղ մարդուն իրավապահ համակարգը ձերբակալել է։ Դա ամբողջության կախավարկածի խախտում է։ Երկրորդը մեղադրանք է առաջադրվել տվյալ անձին իշխանության բռնի ո՞նց է որ հոդվածով է իշխանության բռնի իշխանազավթման հոդվածով։ Որովհետև իրավապահ մարմինները եւ դատարանը համարել է որ իր խոսքերը բավարար են կասկած հարուցելու համար, որ մեղադրանքը իրական է։ Պարոն Ռուբինյան, տեսեք, ես դա ձեր գնահատականն է, դա ձեր լրատվամիջոցի մի վայրկյան, դա ձեր գնահատականն է, դա ձեր լրատվամիջոցի գնահատականն է։ Դուք ձեր բոլոր դրա լրատվամիջոցներով կարող եք գնահատել, որ Վարդանիկը սուրբ է, Ռոբերտ Քոչյանը սուրբ է, Սերժ Սարգսյանը սուրբ է, եւ դուք դրա մի վայրկյան, դուք դրա իրավունքը ունեք, բայց իրականությունը դրանից չի փոխվում։ Պարոն Ռուբինյան, եթե ես չեմ սխալում, օրենսդիր մարմնի բայց մի վայրկյան էլի ներողություն էլի անդադ նույն մարդիկ եք հարց տալիս ես առաջարկում եմ Tribune AM-ին հա ոչինչ ես ներողություն շարունակեմ հարցը սա ճեպազրույց է եթե չեմ սխալվում օրենսդիր մարմնի ներկայացուցիչը բացի պատգամավորական գործունեությամբ այլ գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի եթե դա գիտական աշխատանք չի եւ հասարակական հիմա դուք եւ Վահագն Ալեքսանյանը որ Civic-ում եք աշխատում վարձատրվում եք բա ինչ եք անում այնտեղ աշխատում բա ինչ եք անում այդ նույն տրամաբանությունն է որ դուք հիմա ինձ ասեք որ ես աշխատում եմ բան Չէ, դուք այնտեղ այսինքն ով է այնտեղ հաղորդավարը։ Բան 5-րդ տալիքում կամ ՀԺ-ում կամ H2-ում կամ Tribune AM-ում եւ այլն։ Չէ, դրանք տարբեր բաներ են։ Տարբեր բաներ են։ Ես աշխատում իհարկե չեմ վարձատրվում եւ ես գրանցված չեմ որպես աշխատող։ Բա Այ լավ հարցեր եք տալիս։ Այո, ասեմ։ Չէ, ասեմ ինչի ոդկասթի կարիք առաջացավ։ Ես զգացի եւ որ երբ որ ճեպազրույց եմ տալիս ձեզ բոլորիդ, դուք րոպեն, ասենք, չգիտեմ, 16
հարց հաճախականությամբ ինձ ընդհատում եք եւ չեք թողում պատասխանեմ։ Կամ սկսում եք մի վայրկյան, կամ սկսում եք վիճել ինձ հետ, ինչին ես դեմ չեմ, կարելի է բանավեճային ֆորմատով զիջել։ Իմ մտքերն արտահայտել է, որովհետև ընդհատում եք ինձ։ Հետո պարոն Ալեքսեյանը ինձ խոստացավ, որ չի ընդհատի, ես էլ իրեն խոստացա, որ չեմ ընդհատի։ Բայց այդ ֆորմատը չի, որովհետև եթե մենք սուր հարցեր ուզենք, մենք գալիս ենք ստեղ, տեսնում եք, չեմ խոսափում բացարձակ ձեզնից։ Բայց վերջին հարցը էլի խնդրում եմ։ Վերջին երկու հարցը, որտեղ պիտի նիստ վարեմ։ Լրատվամիջոցների հետ կապված ասացի Քերինեի հարցին պատասխանելիս, որ դուք ազատ եք որպես լրագրող, լրատվամիջոց ունենալու ձեր կարգիքը, բայց չգիտեմ ինչի ստատուսներ եք գրում, որ պարսավանքի արժանի այն բոլոր լրատվամիջոցները, որոնք պաշտպանում են կարգակերսերիկայի, նախ ինքներդ կարգել եք մարդուն արդեն կաշառակերսերիկա առանց դատական ակտի ու նշել եք հրապարակի խմբագրի Արմինե Օհանյանի անունը։ Սա ինչ է, եթե ոչ լրատվամիջոցներին թիրախավորում, սա քննադատություն է։ Պաշտոնյայի կողմից։ Շատ լավ։ Հիմա խնդրում եմ մի ընդհատեք, որտեղ պետք է գնամ նիստ հասցնեմ պատասխանեմ։ Սիրելի Ռիփսիմե, լրատվամիջոցի թիրախավորումը հետևյալն է։ Օրինակ, երբ որ լրագրողին ծեծել են տալիս։ Օրինակ, երբ որ լրագրողին վրա գործ են կարում, նստացնում են։ Օրինակ, չգիտեմ, երբ որ մտնում են մի վայրկյան, մտնում են խմբագրություն, ինչ ասեմ, համակարգիչները արգրավում են։ Երբ որ, չէ, ոչ միայն ֆիզիկական, ասում եմ, երբ որ դատում են եւ այլն։ Իմ ասածը քննադատություն է, սովորեք քննադատությանը։ Բոլորը վիրավորանք չի, ոչ թե չեն վիրավորել։ Դե հիմա ես պատճառ ունեցել եմ դա ասելու համար եւ դա վիրավորանք չի։ Հաջորդ երկրորդ հարցը տվեք։ Ոնց է ստացվում, որ կաթողիկոսի հետ կապված այդ հայտնի ձայնագրությունն է, այսպես ասած, ուտեչկա է կանում Տարոն Չախոյանի հետ կապվող Median News AM։ Ես ոչինչ ուտեչկա չեմ արել։ Դուք չեք արել դա։ Նկատի իշխանությունը այդ լրատվամիջոցի միջոցով։ Չգիտեմ, իսկ ոնց են լինում, որ տարբեր ստահոդ լուրեր սպրդում են տարբեր լրատվամիջոցներով, այդ թվում որոշ լրատվամիջոցներով, որի ներկայացուցիչներից դե ներկա են։ Գաղտնի լսման, գաղտնի ձայնագրման մասին։ Բայց դուք ինչ գիտեք, ով է դա գաղտնած լսել, ով է ձայնագրել դա։ Դուք գիտեք, ես չգիտեմ։ Ոնց է, որ Նաթան Սրբազանի Ասում եմ, ով է ձայնագրել, դու դա գիտեք։ Ես էլ չգիտեմ։ Ես մամուլում եմ տեսել։ Ինչ անենք։ Ինչ, այսինքն ցանկացած, եթե դուք վաղը ինչ որ մեկին գաղտնար լսեք, ես եմ դրա համար պատասխանատու։ Այսքանով ավարտենք, շնորհակալ եմ։ Հարցը պետական գաղտնի։